Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունն եմ ներկայացնում, նախագահող Մհեր Կարագոզյանն է, մեր հասարակական կազմակերպությունը ընդունել է բազմաթիվ բողոք դիմումներ, որտեղ ըստ էության ոչ միայն խախտվել է մարդկանց իրավունքները, այլ մարդիկ ենթարկվել են անհամաչափորեն թալանի եւ կողոպուտի, որի հետ կապված առերևույթ կա բանկերի մեծ բացթողումները, որովհետև եթե դրանք չլինեին, քաղաքացիները այդպիսի կողոպուտի չէին ենթարկվի, որոնց մասին նախ եւ առաջ ես ուզում եմ խոսել եւ հետո ասել այստեղ հավաքվելու նպատակը առհասարակ որն է։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, օրինակ, սկսենք ID բանկից, որ հաճախորդները, երբ որ ստանում են Rocket Line տեսակի վարկը, այս Rocket Line տեսակի վարկը կարող են միայն ու միայն կոմունալ վճարումները վճարեն կամ խանութներում միանգամից առևտուր անեն։ Սակայն Rocket Line տեսակի վարկերը ստանալուց անմիջապես հետո այս գումարները փոխանցվել են մի քանի տարբեր երկրների, տարբեր հաշվեհամարների, ինչը բանկային մեծ խախտում է եւ դա այդպես չպետք է լիներ։ Թերևս ունենք ID բանկի առարկությունը այն մասով, որ քաղաքացիները տվել են իրենց անձնական տվյալները եւ այդ պատճառով է առաջացել այս խնդիրը, բայց այնուամենայնիվ, եթե քաղաքացին անձամբ ինքը վերցներ Rocket Line տեսակի վարկ, նա իրավունք չէր կարողանալու ունենալ եւ ընդհանրապես հնարավորություն չէր կարողանալու ունենալ դա փոխանցել իմ կամ երրորդ անձի հաշվեհամարների, ելույթ մնաց, որ այդ հաշվի համարները միջազգային բնույթ են կրում, հա? Սա ID բանկի հսկայական խախտումն է եւ ունենք Արշին բանկի նմանատիպ խախտումներ, ասենք օրինակ, որ քաղաքացու անունով վարկ է ձևակերպվել այն չափաբաժնով եւ այն քանակով, որ սա առհասարակ այս չափաբաժինը թույլատրելի չէ քաղաքացու համար, որովհետև Ակրա բյուրոյով նախատեսված էր X չափի գումար տրամադրել քաղաքացուն, սակայն քաղաքացուն տրամադրվել է զեղծարարների միջնորդությամբ 10X չափի գումար։ Սա եւս բանկի բացթողումն է եւ սա եւս հետևանք է, որ քաղաքացին ուղղակի ենթարկվել է թալանի եւ կողոպուտի։ Եվ Իդեկո բանկում ունենք դեպքեր, որ մի քանի անգամ 5 րոպեվա ընթացքում 3-4 անգամ վարկ է ձևակերպվել քաղաքացու անունից եւ այս գումարները րոպեների ընթացքում փոխանցվել են այլ միջազգային հաշվեհամարների եւ դրանից անմիջապես հետո նոր բանկի աշխատակիցը զանգահարել է հաճախորդին գնահատելով գործարքը կասկածելի։ Մինչդեռ, եթե գործարքը կասկածելի է թվում, իսկ այդ գործարքը հստակ կասկածելի է, պետք է սառեցվեր նոր զանգեին իրենց հաճախորդին կամ ամենասկզբից հենց հաճախորդին զանգահարեին եւ կանխեին հանցագործությունը, ինչը տեղի է ունեցել, նման դեպք տեղի է ունեցել, նաեւ իհարկե հիմա ես կանդրադառնամ։ Ուրեմն այս եւ նմանատիպ խնդիրները վերահսկելու, շտկելու, քաղաքացիների իրավունքները վերականգնելու նպատակով մենք դիմել էինք բազմիցս կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը քաղաքացիներին տրամադրել է ոչ օրինաչափ պատասխաններ, որոնք ըստ էության միտք ու բովանդակություն չեն արտահայտում, որ շնորհակալ ենք տեղեկատվության տրամադրման համար, մենք այդ խնդրով ինտենսիվորեն եւ մանրամասն կզբաղվենք, սակայն այդ զբաղվածությունը մենք չենք նկատում։ Արդեն 2 ամսից ավել է, որ մենք սպասում ենք, որ խնդիրներով զբաղվեն եւ հարցերին լուծում տան։ Մի այսպիսի էպիզոդ տեղի ունեցավ, ոչ խնդիրը տևական ժամանակ է, որ առկա է։ Իդեպ կենտրոնական բանկի բացթողումների մասին եմ եւ հիմա ուզում խոսել եւ կենտրոնական բանկի նախագահի հրաժարականի պահանջով ենք հիմա էլ հավաքվել այստեղ, որովհետեւ կենտրոնական բանկը 2020 թվականից սկսած
ինչ այս on-line վարկերը գործարկվել են Հայաստանի Հանրապետությունում, բազմաթիվ դեպքեր են զեղծարարություններ եւ կիբերհանցագործություններ են տեղի ունեցել բանկերում, իսկ կենտրոնական բանկը որևէ անգամ որևէ հանձնարարական չի իջացրել կիբերհանցագործությունների կանխարգելման մասով։ Սա թերի աշխատանքի մասին է խոսում կենտրոնական բանկի։ Դրանից հետո բազմաթիվ անգամներ մենք դիմել ենք կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկի նախագահը վերջերս մեր բազմաթիվ դիմումներից հետո հրապարակային կերպով ասաց, որ վիճահարույց վարկերը, մինչդեռ այդ վարկերը վիճահարույց չեն, այդ վարկերը ապօրինի են եւ վերջ։ Վիճահարույց վարկերը սառացված են, սակայն դա որևէ կերպ չէր համապատասխանում իրականությանը եւ քաղաքացիների համար նոր ծուղակ ստեղծում, որպեսզի քաղաքացիները վճարեին այս վարկերը։ Ըստ էության քաղաքացու եւ բանկի մեջ չկար որևէ վարկային օրինական պայմանագիր, իսկ բանկերը օգտվելով առիթից կամ ստանալով կենտրոնական բանկի նախագահից հանձնարարական իբրև սառեցնել վարկերը, իսկ այդ սառեցումների քողի ներքո բանկերը սկսեցին հաճախորդներին առաջարկել պայմանագրեր, ըստ որի ձեր ուշադրություն դարձրեք, խնդրում եմ այստեղ, ձեր ունեցած վարկը սառեցվում է 3 տարով մի դեպքում, 3 տարով երկրորդ դեպքում, 5 տարով երրորդ դեպքում ձեր վարկը սառեցվում է եւ տոկոսադրույքը իջացվում է։ Սա դառնալով 27%-ից կամ 24%-ից 12%, բայց եթե քաղաքացին այս պայմանագիրը ստորագրի, արդեն ստանձնում է պարտականություն եւ իրականում դառնում է օրինական վարկատեր, օրինական պարտատեր է դառնում։ Սա ծուղակ է եւ սա անհանդուրժելի է եւ սրա հետ կապված մենք իրավական աջակցություն ենք տրամադրում եւ իրավական աջակցության շրջանակներում ուղղակի խորհուրդ չենք տվել քաղաքացիներին, որ նման փաստաթուղթ ստորագրեն եւ ԿԲ-ի նախագահի հրաժարականը ո՞նց է պահանջում, ով է իրավասու այստեղ ԿԲ-ի նախագահին հանել։ Ազգային ժողովն է կենտրոնական բանկի նախագահ ընտրել, նշանակել եւ մինչ այսօր կենտրոնական բանկի նախագահը իբրև թե աշխատում է, որի արդյունքները մենք չենք զգում, որ եթե աշխատեր այսքան քաղաքացիներ թալանված եւ կողոպտված չէին կանգնած լինելու ազգային ժողովի 307։ Շատ հաճախ կան քաղաքացիներ, որ չեն վստահում պետական կառույցներին, համարվում են իրենք թալանված են եւ ոչինչ չեն կարող անել եւ ելնելով անվստահությունից անգամ ձայնել չեն բարձրացնում։ Մեզ դիմել են 307 այո քաղաքացիներ, 307-ից այստեղ 100-ն են ներկա, այն էլ անգամ լավ 50-ն են ներկա, բայց դա քաղաքացիների թերացումը չի, սա քաղաքացիների ուղղակի հուսալքված իրավիճակն է, որովհետև եթե վստահություն ունենային պետական մարմինների նկատմամբ, ապա կբողոքեին։ Մենք արդեն 10-ից ավել ակցիաներ ենք արել եւ հարցերը լուծում չի ստացել։ Ապա ինչպես քաղաքացիները պետք է վստահեն պետական մարմիններին։ Գիտեք, մեր համար ըստ էության միևնույնն է, ազգային ժողովի ներսում այս պահին ընդհանրապես մարդ կա, թե չկա, որովհետև ազգային ժողովի ներսում եթե մարդիկ լինեին ու զբաղված լինեին բացի իրաց գզվրտելուց իրենց պարտականություններով, ապա այս հարցը մեր առանց բարձրացնելու իրանց պարտականությունների տիրույթում է։ Ուղղակի կհեռացնեին աշխատանքից այս մարդկանց։ Հիմա գիտեք, մեր պահանջները ներկայացնելու ինչ անել, ուրեմն ինչ անել։ Մենք պահանջները հիմա հրապարակային կերպով ներկայացնում ենք մենք մեր պահանջները։ Սա ուրեմն կհասնի իրանց։ Մեր պահանջները հասցե ունի, հիմա ես կմոտենամ ընդունանին եւ կասեմ, որ մենք այստեղ ենք եւ մեր համար տարբերություն չկա, ոչ պատգամավորները ընդհանրապես, որ խմբակցության ներկայացուցիչները մեզ կընդունեն շատ ավելի լավ, չեն ընդունի, մենք կշարունակենք հաջորդի մեր քայլերը։ Ես խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք, հիմա ես մոտենամ։ Քաղաքացիների ընդունելության կարգ կա եւ նախապես գրանցման դեպքում միայն ընդունելու։ Ներողություն, ես չհասկացա, որ մի հարցին պատասխանեմ, խնդրում եմ հերթով, ասեք հիմա։ Ասացի կմոտենանք, ասենք մեզ ընդունել։
Այո, այո։ Քաղաքացիները ընդունելության կարգ կա։ Այո։ Ժամ են գրանցվում, գալիս են։ Ձեզ դա են պատասխանել։ Հիմա սա ինչի՞ Մենք գիտենք, մեզ ինչ կպատասխանեն, եկեք խնդրում եմ դուք մի ենթադրեք, հա, եկեք, հա, այդ կարգերին ավելի ցանկալի է հետևեն պետական մարմինները։ Պետական մարմինների առաջին պարտականություններն է հետևել կարգ ու կանոններին եւ գրված օրենքներին։ Եթե իրանք չեն հետևելու իրանց, ուրեմն եթե իրանք արդեն իսկ չեն հետևել այդ գրված կարգ ու կանոններին, մեր համար միևնույնն է, մենք կարող ենք գիշերը 12-ին էլ հանդիպենք եւ մեր պահանջները ներկայացնենք։ Շատ լավ, շատ լավ։ Մենք հանդիպման պահանջ ենք ներկայացնելու, միևնույնն է, որ խմբակցությունը կամ ով պատրաստակամություն մեզ ընդհանրապես ով պատրաստակամություն հայտնի աջակցելու քաղաքացիներին, թող ասեք։ Հիմա եթե դուք գնում եք, ձեզ պետք է հարցնեն, ում մոտ եք ուզում ընդունելություն, դուք ինչ եք պատասխանել, դուք չեք կարող ասել բոլորին, դե մեկ Այն պատգամավորի, ով պատրաստակամություն կունենա լսելու խնդիրները, աջակցելու թալանված քաղաքացիներին։ Մենք ոչ մեկին չենք ուզում նշենք։ Մեր համար միևնույնն է։ Այո, 107 պատգամավոր։ Պահանջում ենք, որ մեզ ընդունի 107 պատգամավոր։ Ներողություն, թույլ տվեք մոտենամ, հա, առանց էնել։ Որտեղ են պահանջում։ Պահանջել ենք կենտրոնական բանկի դիմաց։ Այդ կառույցի դռները անգամ փակել ենք։ Այդ կառույցում ըստ էության աշխատող գոյություն չունի։ Գնանք այդ ոչ չենք ընդունում, որ իրանք աշխատում են, գնանք իրանցից պահանջենք, ինչ։ Մենք եկել ենք ճիշտ հասցենք, ճիշտ պահանջներով։